Օրենսդիր, գործադիր, իշխանության, տեղական ինքնավարման մարմինների, հարգելի ներկայացուցիչներ, էկոպարեկային ծառայության հարգելի աշխատակիցներ, սիրելի կապանցիներ, շնորհավորում եմ բոլորիս էկոպարեկային ծառայության նորամուտի առիթով մենք արդեն մի քանի տարի քննարկում ենք այս փոփոխությունը, այս նոր ինստիտուտի ներդնումը եւ ահա արդեն այն առաջինը իրականություն է դառնում Սյունիքի մարզում եւ կարծում եմ սա շատ կարեւոր իրադարձություն է։ Ուզում եմ ընդգծել, որ այն փոփոխությունները, բարեփոխումները, որ անում ենք, այդ բարեփոխումները առաջին հերթին վերաբերմունքի փոփոխության մասին է։ Վերաբերմունքի փոփոխություն մեր շրջակա միջավայրի նկատմամբ, վերաբերմունքի փոփոխություն մեր պետության եւ պետական ինստիտուտների նկատմամբ, վերաբերմունքի փոփոխություն ինքներս մեր նկատմամբ եւ մեր երկրի, մեր բնության, մեր պետության առաջ մեզնից յուրաքանչյուրի ունեցած պատասխանատվության մասին է։ Եվ ես հույս ունեմ, որ այս ծառայության նորամուտը հենց ինքնին պիտի նշանակի բոլորիս եւ ծառայության աշխատողների եւ մյուսների վերաբերմունքի փոփոխություն շրջակա միջավայրին եւ շրջակա միջավայրի նկատմամբ մեր ունեցած պատասխանատվությանը եւ պարտավորությանը, մեր պետության նկատմամբ մեր ունեցած պատասխանատվությանը եւ վերաբերմունքին, մեր պետության, մեր բնության քաղաքացիների եւ ապագա սերունդների առաջ ունեցած մեր պատասխանատվության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն պետք է նշանակի սա։ Ես ուզում եմ ընդգծել, որ շատ մեծ պատասխանատվություն է դրած էկոպարեկային ծառայության աշխատակիցների վրա։ Գիտեք, երբ որ դեռ այս մեքենաները, համազգեստները, մնացած գործիքները չկան, մենք շատ կենտրոնացած ենք եւ թվում է թե դժվար գործ է դա, որ մենք ունենանք նոր մեքենաներ, որ մենք ունենանք մեքենաների, հագուստի, այլ գործիքների, սարքավորումների փոփոխություն, բայց իրականում այս բարեփոխումը իմաստ կունենա, եթե այդ ամեն ինչի փոփոխություն նշանակի մարդու փոփոխություն։ Որովհետև եթե այս նոր մեքենայի մեջ մարդը նստելու եւ աշխատելու է հին վերաբերմունքով եւ հին պատկերացումով, սա նշանակում է, որ մենք մեր նպատակին չենք հասնելու։ Եթե այս ծառայությանը եւ քաղաքացու հարաբերությունները լինելու են ինչ-որ նախկինը, մենք մեր նպատակին չենք հասնելու։ Շատ կարեւոր է եւ ես այդ խնդիրը առաջադրում եմ էկոպարեկային ծառայության շրջակա միջավայրի նախարարության առաջ, որ մենք այո ինչ-որ մի կրթական process անցել ենք, բայց նաեւ սա ծառայության, կառավարության, շրջակա միջավայրի նախարարության համար կրթական գործընթաց է։ Զարմանալի չթվա, ես վերջերս կառավարության նիստում անդրադարձա, սկսած մեքենա վարել սովորելը։ Եթե մեզ թվում է, թե մենք գիտենք մեքենա վարել, եթե մենք տեղել ենք սխալ։ Մենք պետք է այս գույքի նկատմամբ մեր վերաբերմունքը արտահայտվի դրանով։ Մենք պետք է սովորենք մեքենա վարել, մենք պետք է սովորենք էքստրեմալ պայմաններում մեքենա վարել, մենք պետք է սովորենք քաղաքացիների հետ շփվել եւ հարաբերվել, մենք պետք է սովորենք հարգանք ներշնչել պետական ինստիտուտի նկատմամբ քաղաքացիների շրջանում։ Մեզ չպետք է ընկալի քաղաքացին որպես կոպեկ փախցնող։ Մեզ չպետք է ընկալի քաղաքացին որպես թփի հետևում թաքնված իրեն ապօրինությամբ մղող եւ հետևից գնացող, որ 2 կոպեկ առնի եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ցավոք միշտ չէ, որ մենք այս նպատակները հայտարարված կարողանում ենք հասնել, որովհետեւ անընդհատ մեր ներսի այդ հին ընկալումը, հին մտածողությունը ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում եւ պարզվում է, որ փոխվեց մեքենան, մարդը չփոխվեց։ Պարզվում է, որ փոխվեց հագուստը, վերաբերմունքը չփոխվեց։ Պարզվում է, որ փոխվեց անունը, բովանդակությունը չփոխվեց։ Բայց ես ուզում եմ ասել, որ մենք նաեւ մեր անցած շրջանից դասեր ենք քաղել եւ չի կարելի ուղղակի հանդուրժել։
Եվ ես ուզում եմ համոզվել, որ էկոպարեկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից ունենալով նոր կառույց, ունենալով նոր աշխատանքային գործիք, ունենալով նոր ավտոմեքենա, իր հետ պետք է ունենա նաև նոր պատասխանատվություն, որպեսզի պահպանի անտառը Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այս ծառայությունը նրա մասին չի, որ մենք ուրիշներին չթողենք, որ անտառը կտրի, որպեսզի մենք ավելի հաջողված կտրենք։ Այս ծառայությունը նրա մասին է, որ ծառի, անտառի, բնության, կենդանու, շրջակա միջավայրի նկատմամբ պետք է փոխվի մեր վերաբերմունքը եւ պետք է փոխվի մեր պատասխանատվությունը։ Եվ ուրիշ տարբերակ չկա։ Իհարկե, ես չեմ ասում, որ այսպիսի մի արարողությամբ ամեն ինչ մի վայրկյանում միանգամից փոխվելու է։ Չէ, որովհետև իներցիան շատ հաճախ, շատ անհաղթահարելի ուժ է։ Բայց մենք պետք է լինենք հետևողական, մենք պետք է լինենք սկզբունքային, մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք եւ մենք պետք է պատասխանատվություն ունենանք մեր քաղաքացիների եւ մեր սերունդների նկատմամբ։ Այսօր աշխարհում ընդհանրապես բնապահպանական գլոբալ աղետ է եւ սա պետք է ուղիղ ասել եւ նաեւ ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականի աշնանը Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության COP17 գլոբալ համաժողովը։ Աշխարհի հարյուրավոր երկրներից պատվիրակություններ են գալու Հայաստանի Հանրապետություն եւ սա մեզ համար մի լրացուցիչ խթան է, որպեսզի մենք վերանայենք եւ վերափոխենք մեր վերաբերմունքը մեր բնության շրջակա միջավայրի նկատմամբ եւ այս process-ը շատ կարեւոր է հենց այդ տեսակետից։ Այսօր առաջին մարզային վարչությունն է սկսում իր աշխատանքը եւ առաջիկայում հերթով բոլոր մարզերում մենք ունենանք էկոպարեկային ծառայություն, որ ինչպես ճշգրիտ նշվեց, մենք անտառների պահպանության 24-ժամյա ծառայություն կիրականացնենք եւ ես էկոպարեկային ծառայությանը մեզ բոլորիս Սյունիքի մարզի մեր սիրելի բնակիչներին հաջողություն եմ մաղթում այս կարևոր բնությունը պահպանելու, բայց նաեւ դա էլ է շատ կարևոր, որ բնությունը պետք է ծառայի մարդու եւ պետք է Սյունիքի հրաշք բնաշխարհը իհարկե նաեւ հարակից պայմանների ապահովմամբ պետք է հազարավոր զբոսաշրջիկներ բերի Սյունիքի մարզ Հայաստանի Հանրապետություն եւ բնությունը պետք է լինի այն գործոններից մեկը, որի միջոցով մենք կկարողանանք իրականացնել հարստացիր եւ հարստացրու կարգախոսը շատերի համար, բոլորի համար, որովհետեւ իմ գիտելիքը եւ փորձը ինձ ասում է, որ անտառից փայտ գողանալով կամ շատերը չեն հարստացել, կամ էլ համարյա ոչ մեկ չի հարստացել։ Իսկ բնությունը պահպանելով մենք հարստանում ենք բոլորս։ Եվ եկեք հարստանանք բոլորով։ Շնորհակալ եմ։ Այժմ տեղի կունենա էկոպարեկային ծառայողի երդման արարողությունը։ Ես Արտուշ Վահանի Հովանեսյանս ծառայության անցնելով էկոպարեկային ծառայությունում երդվում եմ հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ըստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն եւ բարեխղճորեն կատարել ծառայական պարտականություններս։ Երդվում եմ։